Պատմեք ձեր մասին եւ ասացեք, թե կապը լեռների հետ, արշավների գնալը երբ այն սկսվեց, ինչու եւ ինչպես։ Հետաքրքիր հարց է, որովհետեւ եթե մտածենք լեռներ սիրելու, դա նոր հասունացող տարիքի սեր էր, որ երկրաբանությունը շատ ձգում էր։ Բայց դե բնականաբար եթե ես հիմա 64 տարեկան եմ, այն ժամանակ իմ հայրիկը այն ժամանակ խստիվ դեմ էր դրան, թե ինչ հիմար ցանկություն աղջկա համար լեռնել բարձրանալը։ Հա, երկրաբանություն լեռներ, որ պետք է գնաց գիշերակացով խարույկներ վառենք, նստեք կողքը տաքանակ, դա ինչ կնոջ աշխատանք է եւ այլն, բնականաբար մեջդ խեղդում է ցանկությունը։ Իսկ երբ որ արդեն մեծանում տարիքը քո կյանքը փոխվում է, քո ընտանիքի անդամների ամեն ինչի հետ կապված։ Երբ որ փոքրիկ թորնիկս էլ գնաց մանկապարտեզ արդեն հաճախեց, ես այդ պահին զգացի, որ ես ազատ եմ։ Ես կարող եմ անել են, ինչ ուզում եմ։ Միշտ մտածել եմ աշխատելու մասին, որովհետև առաջի հղիრი անալու օրվանից հետո չեմ աշխատել մինչև երևի հիմա վերջերս։ Ու մտածեցի, քանի որ մասնագիտությամբ բիոքիմիկ եմ, ավելի հարազատ տեր ու ավելի մասնագիտությանը մոտ կոսմետիկական միջոցների արտադրություն հիմնել, բայց թորնիկներս ընքան շատ են ժամանակը ստանում, որ ստացվում է, որ ես արտադրում եմ, պատրաստում եմ միայն իմ ընկերների ու աղջիկներիս համար, ընկերուհիների տենց։ Ու ամենակարևոր բանը, երբ որ հոգիդ թռնում է, դու ազատ ես, գիտես արդեն ժամանակ ունես, իրանք երեխեքը մեծացել են ու դու պետք է իրանց ազատ թողնես։ Ու զգացի, որ իմ երկրաբանությունն է ուղեղից գալիս ու ես իմ հին երազանքը Մասիսը դե բնականաբար անհնար բան է, գուցե արագած փորձենք բարձրանալ։ Ու երբ որ առաջարկեցի, ինձ ասեցին, որ Արևի Գևորգը կազմակերպում է Մասիս գնալու տարբերակ, դա սենց երազանքի նման մի բան էր, վատը նա էր, որ ես արդեն 54 տարեկան էի այդ ժամանակ, ես մտածեցի, նույնիսկ չմտածեցի, որ ես դա չեմ կարողանալու անել, իմ համար այն որ Մասիսը երազանք էր, անհաս Փարքի ճամփա, անհաս Մասիս Արարատը, հնարավոր է, որ ես ոտք դնեմ, դա նենց մի էներգիա տվեց, որ ընկերուհուս հետ որոշեցինք, դիմեցինք, գնացինք իր հետ փորձնական վերելքի։ Իսկ ես շատ վաղուց լեռներ չէի բարձրացել ու արա լեռ էինք բարձրանում։ Ընկերուհիս է քաշով մի քիչ ավելին է, իր համար մի քիչ ավելի բարդ էր։ Արդեն հիմա ես գիտեմ այն ժամանակ ուր էինք ասել Արալերը 4 գագաթներ ունի 4-ն է տարբեր իհարկե ես իմ արթիմետրով եմ չափում գիտեմ ընդ մետախիա դրոշկա դա է ամենաբարձր գագաթը փաստորեն մենք համարյա գագաթ ենք ասել մի քիչ էր մնացել ընկերուհիս հերվում ոտքը ոլորեց մի խոսքով մենք չկարողացանք բարձրանալ Արայի գագաթ Դա առաջին փորձն էր։ Դա առաջին փորձն էր 54 տարեկանում։ Հետո այդ խմբի ղեկավարը, որ Գևորգը ասեց, եթե մարզվեք, դուք կկարողանաք, ցավոք ձեր ընկերուհին քիչ հավանականա չի կարողանա։ Ու դա իմ համար ոնց որ դավաճանությունն էր ընկերուհուս, որ ես պետքա գնամ, բայց ցանկությունը այնքան մեծ էր, իրան խնդրեցի ասացի, երազիկ ընկերուհուսան ասացի, եր կարամ ես մենակս փորձեմ բարձրանալ դե ինքն է բնականաբար ինքն է իմ նման հարենասեր Մասիս ասաց կար եթե բարձրանաս նույնն է որ ես եմ բարձրացել ու սկսեցի մարզվել տենց Փաստորեն մոտ 10 տարի արդեն հա 11-րդ տարին արդեն նայեք հաջորդ տարին արդեն
այդ 13 թիվներ 14-ին ես անընդհատ ամեն օր կասկադեի բարձանում իջնում վերջի անգամը 10 անգամ եմ բարձացեի չէ ու ստացվեց ճիշտ է ես պարզեցի բարձր գոտում պարզեցի որ իմ մոտ կա լեռնային հիվանդություն թթվածնի պակասը շատ ծանր եմ տանում բայց իմ նպատակը այնց էր որ ես ասեցի եթե մահանամ Արարատի վրա եմ մահանալու բայց թե Բայց հիմա եթերում եք արդեն Արարատ բարձրանալու համար ստուգում պետք է անցնես գոնե 3 լեռ առաջնորդը պետք է քո բարձրանալը տեսնի կարողանում ես թե չէ ու դրանցից մեկը Արայի լեռնա սովորաբար երկրորդը Աժդահակը մյուսը Արագածը անպայման գիշերակացով որ 3000 պլյուսում պետք է ակլիմատիզացիա անցնել որը մի ամսվա ընթացքում պահպանում է թթվածնի քիչ քանակությամբ դեպքում երկար գիշերել եւ այլն պատկերացրեք ասենք ես արդեն այդ 55 տարեկան էի հեռախոսները չի բռնում ու աղջիկս երեխեքս որոնք արդեն խանդով էին նայում ասում էին այսինքն Արարատը մեզնից շատ է սիրում որ պատրաստ ես դու այնտեղ մնալու մենակ թե գնաս տենց կատակներ էին անում ինձ ինչը ծիծաղեցրեց գիշերը դե առաջի անգամ էր գիշերակաց ակնալիճը 3000 պլյուսա ու ցուրտ բարձանում ենք արդեն առավոտ Աժդահակ մի բարձրության վրա արդեն հեռախոսներ բռնեց որ չկարդացի ուշքից գնացել ենք ամբողջ խումբը իմ չարաճճի մայրիկ դուրս կորել որ թփիտակ որ անտառում սենց բարերս բոլորը շատ հաֆել էին էլի իմ համար սկզբից բաներ սկզբից ես որ գնացել եմ ես չէի մտածում որ ես մեծ տարիքի եմ ինչ որ դա նորմայից դուրս է կամ ընդունված կարգերից ես հետո նկատեցի որ խմբում համարյա բոլորը երիտասարդ են գիտեք ինչ մարդը ինքը պետք է զգա իր տարիքը բացի հայելուց ու իմ անձնագրի տվյալներից ես ոչ մի բանով չեմ կարողանում զգալ ես 30-ամ 20-ամ թե 60-ամ Ես իրոք հայելին եթե չլինի ու անձնագիրը չլինի ես դա չեմ հիշի այդ մասին որտեվ համարյա բան չի փոխվում փոխվում է մենակ մարդկանց վերաբերմունքը որ կարող է ասեն դե մեծ տարիքի է ես ուզում եմ նայեմ այդ մեծ տարիքի ես իրանք կարող են ինձ նկատի ունեն ու հիշում եմ որ հա իրանք ճիշտ են ասում այդ թվերը բռնում է բայց դա ճիշտ արտահայտություն չի եթե դու դա չես զգում ուրեմն ճիշտ արտահայտություն չի նու Աժդահակը բարձացանք իջնելը շատ դժվար էր որտեվ իջնում է շատ երկար մինչև գյուղ ես հասնում բայց ես գիտեի որ ես քննություն եմ տալու ու որ հասանք Գևորգը ներքևում էր սպասում Գևորգը ոնց որ չեկավ մեզ Մարտին Տատոցի չբարձրացրեց հենց հասանք ասեց ոնց էր ասի շատ լավ ինքս այն շշմած նայեց ասեց դուք հաստատ կբարձրանաք Արարատ եթե ես գիտեմ որ դա շատ լավ չէր կարող լինել դա բարդ էր եթե դուք չեք նվնվում ուրեմն ես ձեզ կտանեմ հաստատ ու արագացնե դե գնացինք ճիշտ այդ ընթացքում ընքան որ ասել են ես արդեն մտածում եմ կարող է ես իրոք չկարողանամ կարող է չգիտեմ ինչ գնացի էնդոկրինոլոգի մոտ տախիկարդիա հաճախ եմ ունեցել միշտ եմ ունեցել ասեցի կարող է դա խանգարի եւ այլն դեղ էր նշանակեց դեղը խմեցի զանգեցի ասեցի այդ ես եթե սար չուզենայի գնալ ես ձեր մոտ չէի էլ գա ես չէի էլ պարզի որ ես վանաձև գեղձի խնդիր ունեմ ախր ինչ դեղ եք նշանակե որ ես դժվարանում եմ կասկադ բարձրանալ ինչի մասին Արարատ ես ինչ նշանակեցիք բայց եթե արդեն խմել եք վտանգավոր է դադարեցնել է պետք է շարունակեք հիմա էլ չգիտեմ ինչ դեղ խմեք ես ասացի հոп ես չեմ խմում ոչ մի դեղ իմ օրգանիզմը ինձ կենթարկվի ես ոչ մի դեղը չեմ խմելու ոչ մի դեղ չեմ խմել ու ինչն էր փոփոխությունը այդ անալիզի արդյունքները մինչև այդ ես հիշում եմ լաբորանտի արտահայտությունը որ բերեց ասեց կներեք ես կրկնակի եմ արել բայց տվյալները էսա շատ բարձր թիվ էր որ հիմա չեմ հիշի կարող է պետքա նորմալ լիներ ասենք մինչև 1.6 կամ ինչ որ այտենց մի բան իմ մոտ 15 էր
ինքը ներողություն էր խնդրում, ես դուրս եկածից կարող եմ մեռնում եմ, ես չգիտեմ, այդ մինչև Արարատը։ Հա, այդ մինչև Արարատը։ Արարատից հետո երև 2 տարի հետո ես անալիզներ եմ տվել, ամեն տարի դրանք իջե հիմա նորմայի մեջ են արդեն։ Անկեղծ ասեմ, ինձ սերն է տանում լեռներ, բայց արդյունքը շատ տարբեր է։ Ինքնագնահատականը դա բարձանում, համարձակությունը, կայացածնելը,